Նայ, եսի խոնավության պատմություններն է, սաղ բլվում է։ Հետո որ ասեն ժողովուրդ է մեղավոր։ Խծեմ, սաղ շենքը ես նույն դիրքի վրա, նույն էլ էյաննա, նույն էլ էսյանա, նույն էլ էմիյանի պայդեզնենա։ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ փողոցի առաջին, երկրորդ բազմաբնակարան շենքերում բնակվող քաղաքացիները վաղուց դադարել են ապրել նորմալ պայմաններում։ Այստեղ առօրյան սկսվում է ոչ թե մաքուր օդով, այլև կոյուղու գարշահոտով, խոնավ պատերի ճնշող տեսարանով ու անպատասխանատու լռությամբ։ Սա շենքերից մեկի նկուղն է, որտեղ միշտ լցվում են կոյուղաջրերն ու հոսում են խմելու ջրերը, ինչի արդյունքում շենքն ամբողջությամբ խարխրվել է, իսկ աստիճանների վրա մեծ անցքեր են գոյացել։ Սա համակարգային անտարբերություն է, բողոքում են բնակիչները։ Վեոլիա ջուր ընկերությունից հեցից մինչև համայնքապետարան։ Գրիգոր Լուսավորիչ հասցեի բնակիչները թակել են բոլոր հնարավոր դռները։ Հոսանքը բաց, էսի գազ, հեն մեկը ջուր, էսի գազա, սրանք ջուրա, էսի որ հելավստը ինչ հալելու, ես չեմ դու ես։ Ում եք դիմել։ Ջրմուղ եմ 3-4 անգամ զանգել, ոչ մեկ չի արեկել։ Քաղաքապետարանին եմ ասել, եկել են քաղաքապետ, դաժե ասել եմ 10 մեշոք շպակլովկատա բերեք ստեքսեք, ոչ մեկ չի եկել, գնացել են։ Կոյուղաջրերի ու խմելու ջրերի արտահոսքի հետևանքով այս բազմաբնակարան շենքերը բառացիորեն քայքայվում են։ Մեր նկարահանման պահին պարզապես արտահոսք չկար, բայց բակային տարածքի ու նկուղի խոնավ ու ճահճային վիճակն առավել քան վառ ապացույց էր։ Խմելու ջուրն էլ ստեղից նորը բերեք քաշել են, բայց չեն մցրել ներս։ Դրա հաշվին անընդհատ ջուր է գնում եւ թեքվել է աստիճանները, որ դրա հաշվին նստվածք ունի։ Այս 300 մետրը ամբողջ կանալիզացիան խցանվել էր, այս սաղ փողոցը սս ջուրը էլ վազմել ու թույլ չեն տալի, որ կոյուղից օգտվեն ժողովուրդը։ Է պատկերացնում եք 2-3 շենք չօգտվի։ Գալիս են, մաքսում են, իրանք իրանց ծառայությունը անում են, նենց չի որ չեն անում։ Անում են ու արագ։ Բայց էսի մենակ մաքրելու խնդիր չի։ Էսի ընդհանուր գիծը փոխելու խնդիր է։ Էջմիածնեցիների խոսքով սա ոչ թե բողոք է, այլև ահազանգ։ Տարիներով կուտակված խնդիրներին պետք է լուծում տալ, սա է իրենց միակ պահանջը։ 2 անգամ մեր պայդեզը բաժարանք է։ Հետա տեսակ պայդեզի վիճակը սաղ լարերը, հոսանքը, գազը։ Մեկը եթե մեկի երեխեն մահանա, կապնի մահանա միամիտ, ով է տերը։ Այդ հարցն է։ Իրանց էլ ասեն դուք պետք է անեք։ 70-ականներից շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերի շքամուտքերում ընդամենը մեկ անգամ է նորոգման աշխատանքներ իրականացվել, դժգոհում են շենքի բնակիչները։ Վարձը չմուծելու դեպքում փող են ուզում։ Վարձ եք ուզում, թողան անեն։ Զուտ կան այդ կոմունալ հարմարությունները, մեկ է պայդեզի վիճակը։ Մենք էլ ենք մեր կողմից ինչ-որ բան կտանք, խնդիր չկա, թողան ասեն, մենք էլ մի բան կհավաքենք, որ մենք ենք ապրում։ Բայց դա պետք է մի քիչ ուշադիր լինեն, էլի, այս չի լինում։ Խնդիրներն ու բնակիչներին անհանգստացնող հարցերը դասակարգելն անհնարին է։ Յուրաքանչյուրն իրեն հուզող հարցն է բարձրաձայնում։ Գոնե 2 տեղ լուսավորություն լինի, մարդ իր ոտքի տակը տեսնի իրիկունը, մութ ժամանակ, ցուրտ ժամանակ, սառույցը լինում ասենք թե ձունը, ձմեռը, սուտ ենք տալի, մարդիկ կընկնենք ջարդ կոտրվածներ կունենանք ախար։ Որտեղ բոլորն էլ բողոքելու տեղ ունեն, բոլորն էլ իրոք տրտնջալու տեղ ունեն, ոչ մեկը չի մի հատ ասենք բնակիչին չեն մոտիկանում, գան մի հատ տեսնեն թե ինչ վիճակա բնակիչը կամ ասենք թե տարածքը ինչ է, մի հատ թողելա մի հատ ընդհանուր շենքերից մի հատ քայլելով գան տեսնեն բակի վիճակն ինչ է։ Ում պետք կնա, ոչ մեկի։ Պարոն Մասիսը խնդիրների շարքն ամփոփում է շենքի դիմաց գտնվող այս ջրատարով։ Մեկը մտել է կանալիզացիան, մցրել է, դիմը մեկը չեն գալի։ Ոտը սաղ շենքն է հետո։ Մեկը չի, երկուսը չի, սաղը զանգել են։ Ես դաժե 3 օր առաջ զանգել եմ, ինձ մարդիկ հետ են զանգել, ասել են դա մեր խնդրը չի, գնացեք քաղաքապետարան։ Ում եք զանգել։ Էտա, բանը 185։ Ով է այս ամենի պատասխանատուն եւ վերջապես որ կառույցի իրավասության ներքո պետք է փնտրել խնդիրների լուծումը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար վաղարշաբաթի համայնքապետարանում ենք։
Վաղարշապատ համայնքի բնակարանային կոմունալ վարչության պետ Գևորգ Գրիգորյանը պարզաբանում է. Համայնքապետարանը միայն նկուղից դիտահոր տանող հատվածի պատասխանատուն է։ Հին կոյուղագծերը նորերով փոխարինելը մեծ ֆինանսական միջոցների հետ է կապված, ասում է Պաշտոնյանն ու հստակեցնում։ Ճիշտ է, կոյուղագծերի բարենորոգման աշխատանքների պատասխանատուն Veolia ջուր ընկերությունն է, այնուամենայնիվ կփորձեն մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին։ Պետք է արդեն գույքագրենք, որպեսզի մենք էլ հասկանանք մեր գալիք տարիներին ըստ առաջնահերթությամբ մի ծրագրերի մեջ ներառենք, որտեղ շատ են խնդիրները, դե իրանք արդեն հիմնականում մի 30-40 տարվա խողովակներ են արդեն, իրանք պետք է արդեն փոխարինման ժամանակներն եկե, այսպես քիչ-քիչ աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի խնդրին լուծում տանք մեր բնակիչներին չանհանգստացնի այդ խնդիրը արդեն։ Բնակիչներին պետք է հիասթափեցնենք հույսը, թե հոսանքի մալուխները, ջրի ու գազատար խողովակների անփույթ վիճակը պատկան կառույցները կբարեկարգեն, ապարդյուն է, քանի որ Էլեկտրական հոսանքի մալուխները դրանք բնակչի պատասխանատվության տակ են, նույն էլեկտրական ցանցերը դիմել են բազմիցս, ասում են, որպեսզի դա իրանց գործառույթից դուրս է արդեն, այդ ներսի բաները պետքա բնակիչները իրանց ուժերով իրանց մալուխները փոխարինեն, որ այդ խնդիրը չլինի արդեն։ Անդրադառնալով շքամուտքերը բարեկարգելու քաղաքացիների հորդորին, Պաշտոնյան նշում է. քաղաքի գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերի շքամուտքերը նույն ճակատագիրն ունեն։ Կան բազմաբնակարան շենքեր, որպեսզի դեռ մուտքի դուր չունեն։ Հերթականությունով գնում ենք առաջ, խնդրին տեղյակ ենք, գույքագրել ենք, մտածում ենք տեսնենք ինչպիսի ծրագրեր անենք, որպեսզի հերթականությունով կարողանանք շքամուտքերն էլ վերանորոգել, որպեսզի ավելի բարեկեցիկ լինի։ Համայնքապետարանում խոստանում են առաջիկայում ծանոթանալ բնակիչների խնդիրներին։ Խնդրեմ, որպեսզի համբերատար լինեն, բոլորի խնդիրներից էլ քաջա տեղյակ ենք, նամանավանդ այս բազմաբնակարան շենքերի այդ գոյուղիների վերաբերյալ շքամուտքերի տարվում են աշխատանքներ, փորձում են քննարկումներ են կատարում, որպեսզի ծրագրեր կարողանանք կազմել։ Արմալուրը կլինի հետևողական, պարզելու անտեսված քաղաքացիների հերթական բողոքի ձայնը լսելի է պետական կառույցների ու ընկերությունների կողմից։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։